Համահայկական աշխարհագրականը ներկայացնում է։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, առաջին ալիքի եթերում Օտարամայի ճամփեքի վրա ծրագրի 733-րդ թողարկումն է, եւ 733-րդ ճամփան բերեց մեզ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Մենք սկսում ենք Շարժա Էմիրությանը նվիրված հաղորդումների շարք, որի ընթացքում կներկայացնենք այս բնակավայրի ամենահետաքրքիր ու տեսարժան վայրերը, ճարտարապետական կարևոր կառույցներն ու մշակութային կենտրոնները, ինչպես նաև կպատմենք մեր հայրենակիցների, հայ համայնքի և հայկական վկայությունների մասին։ Արաբական Միացյալ Էմիրությունները ներառում են 7 էմիրություն՝ Աբու Դաբի, Դուբայ, Շարժա, Աջման, Ռաս Ալ Խայմա, Ալ Քուվեյն և Ալ Ֆուջեյրա։ Մայրաքաղաքը Աբու Դաբին է։ Արաբական Միացյալ Էմիրությունները հիմնադրվել է 1971 թվականին Շեյխ Զայեդ բին Սուլտան Ալ Նահյանի կողմից, իսկ գործող նախագահը Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանն է։ Էմիրություններից յուրաքանչյուրը բացարձակ միապետություն է և պահպանում է իր անկախությունը։ Պաշտոնական լեզուն արաբերենն է, սակայն բնակիչների մեծ մասը խոսում է նաև անգլերեն։ Պետական կրոնը իսլամը։ Էմիրությունների կազմավորման 50-ամյակի կապակցությամբ 2021 թվականը հռչակվեց 50-րդ տարի։ 2021 թվականի ապրիլի 6-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ը նշվեցին ձեռքբերումները վերջին 50 տարիների ընթացքում և այդպես մեկնարկ տրվեց հաջորդ 50-ամյակին։ Իսկ այժմ Շարժա Էմիրության մասին։ Պատմության, մշակույթի, ուսման և նորարարության քաղաքը տարիների ընթացքում ամրապնդել է իր կարգավիճակը, դառնալով բիզնեսի, գիտության, ժառանգության պահպանման և մշակույթի կարևոր կենտրոն։ Շարժան մեծությամբ երրորդն է Արաբական Միացյալ Էմիրությունները կազմող 7 էմիրություններից։ Այն որպես բնակավայր հայտնի է արդեն 5000 տարի։ 1727 թվականին Շարժան հռչակվեց անկախ էմիրություն, իսկ 1971 թվականի դեկտեմբերի 2-ից մտավ Արաբական Միացյալ Էմիրությունների կազմի մեջ։ Իր համաշխարհային մակարդակի համալսարաններով և կրթական հաստատություններով Շարժան դարձել է գիտելիքի փարոս և ուսուցման կարևոր կենտրոն բոլոր մակարդակների և ազգությունների ուսանողների և գիտնականների համար։ Այն հմայիչ բնության և յուրահատուկ ճարտարապետության էմիրություն է։ Այցելուներն այստեղ կարող են վայելել ավանդական շուկաները, ժամանակակից առևտրի կենտրոնները, բազմաթիվ պատմամշակութային վայրերն ու թանգարանները։ Շարժան չափազանց մաքուր քաղաք է, և այստեղ սահմանվում են մեծ չափի հասնող տույժեր քաղաքը աղտոտելու համար։ Փողոցները եզրագծվում են անհամար արմավենիներով և գույնզգույն ծաղիկներով։ Այսօր քաղաքն ունի ավելի քան 20 թանգարան և պատկերասրահ։ 2015 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Շարժան ճանաչվել է առողջ քաղաք, առողջության պաշտպանությունն ու կայուն զարգացումը խթանելու համար։ Այս էմիրությունում հսկայական դեր է հատկացվում ընտանիքին ու երեխաներին։ Յուրաքանչյուր վայր ունի երեխաների համար առանձնացված սրահ կամ հրապարակ։ Սա ամենից ոչ ալկոհոլային էմիրությունն է, որտեղ առավել խիստ են պահպանվում իսլամական ավանդական չափանիշները։ Շարժայում արգելված է նաև արևային լոգանք ընդունել, անգամ մասնավոր լողափերում։ Ծովում լողալ կարելի է միայն հյուրանոցի լողափում։ Վերջին տարիներին այն առավել գեղեցկացել և հարստացել է կարևոր շինություններով, որոնց մասին կպատմենք այս թողարկման ժամանակ։ Առաջին վայրը, որ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, իմաստության տուն համալիրն է։
Այն շարժային նոր խորհրդանշական մշակութային կենտրոնն է։ Կառույցը պատվիրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, երբ 2019 թվականին շարժան արժանացավ գրքի համաշխարհային մայրաքաղաք կոչմանը։ Հիշեցնեմ, որ գրքի համաշխարհային մայրաքաղաք եղել է նաև Երևանը։ Համալիրը նպատակ ունի խթանել ընթերցանությունը եւ հեշտացնել գիտելիքի հասանելիությունը հասարակության բոլոր շերտերի համար։ Այն ավելին է, քան պարզապես գրքերի տուն, սիրելի վայր երեխաների, երիտասարդների եւ մեծերի համար։ Տուն, որտեղ յուրաքանչյուրը կարող է համատեղել կրթությունն ու ժամանցը։ Բարի գալուստ իմաստության տուն։ Սա նոր մշակութային հանգույց է շարժայում, որը բացվել է հասարակության բոլոր շերտերի եւ մշակույթների համար, երեխաներից մինչեւ տարեցներ։ Համալիրի հետ ծանոթությունը սկսենք այս սրահից, որը նվիրված է իսլամական արվեստին։ Այն պարունակում է 98 հազվագյուտ գրքեր, որոնք 100 տարվա պատմություն ունեն։ Դրանք մեր կենտրոնին է նվիրել շարժայի կառավարիչ, նորին գերազանցություն դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ-Քասիմին։ Երկհարկանի կառույցը զբաղեցնում է ավելի քան 12000 քառակուսի մետր տարածք։ Խելամտորեն նախագծված այս կենտրոնը օրինակ է ապագա գրադարանների համար, որոնք միավորում են գիտելիքների ավանդական եւ թվային աղբյուրները, ինտերակտիվ ուսուցումը եւ ժամանակակից դպրոցը։ Այստեղ իմաստության տան գրադարանն է, որտեղ պահվում են ավելի քան 400 000 գրքեր, այդ թվում 12 000-ը տարբեր լեզուներով, 85 000-ը թվային, 2000 գրքույկներ եւ այլն։ Իմաստության պատսենյակը, որն այժմ տեսնում եք, հատուկ վայր է, որտեղ պահվում են 100-ամյա գրքեր։ Այստեղ գալիս են մարդիկ եւ կարդում այս հազվագյուտ հանդիպող գրքերը։ Այստեղ տեղի են ունենում կարևոր կոնֆերանսներ, միջոցառումներ, ինչպես նաև արտադասարանական դասընթացներ։ Իմաստության տանը մենք ունենք առանձնասենյակներ, որոնք մարդիկ կարող են ամրագրել եւ հանդիպումներ ունենալ։ Նրանք հավաքվում են այստեղ, քննարկում տարբեր հարցեր, ունենում մշակութային երկխոսություններ, ինչպես նաև ունենք սենյակներ ուսանողների եւ այն մարդկանց համար, ովքեր ուզում են իրենց դասերն այստեղ սովորել։ Գրադարանում ներկայացված են 105 000 գրքերից բաղկացած բաժիններ։ Օգտագործվում են գերժամանակակից տեխնոլոգիաներ եւ գործիքներ։ Ալ-Ջազրի սենյակը նախատեսված է տպագրական տարբեր մեքենաների համար, ներառյալ 3D տպից սարքեր, կտրող մեքենաներ, լազերային տպագրություն եւ այլն։ Մարդիկ կարող են իրենց մտքերը փոխարինել 3D մոդելների։ Այս սարքը, օրինակ, հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին 5 րոպեում ստանալ իր նախընտրած գիրքը։ Համակարգչի վրա ընտրում են գրադարանի գրքերից ցանկացածը, սեղմում տպել կոճակը եւ 5 րոպե անց այստեղից դուրս է գալիս տպագրված գիրքն ամբողջությամբ։ Էսպրեսո գրքի մեքենան ունի մոտ 6 միլիոն գիրք իր ծրագրում։ Դրանից կարող են օգտվել ոչ միայն գրադարանի հաճախորդները, այլև յուրաքանչյուր ոք։ Պետք է մուտք գործել մեր կայք, փնտրել եւ ընտրել որևէ գիրք եւ մենք այստեղ կտեսնենք դա։ Մենք նաև կարող ենք ի կատար ածել հարյուրավոր մարդկանց երազանքներ, ովքեր ցանկանում են գիրք հրատարակել։ Նրանք կարող են իրենց գրած գիրքն անցկացնել համակարգչի մեջ եւ մենք կտպենք այն։ Այսպես իրականացել է շատերի երազանքը։ Որոշ ծնողներ ցանկանում են անակնկալ անել իրենց երեխաներին։ Տպագրում են երեխաների կողմից գրված պատմությունները եւ այդպես երջանկացնում նրանց։ Այստեղ են գալիս նաև դպրոցականներ եւ տեսնում, թե ինչ մեխանիզմով է աշխատում այս մեքենան։ Մենք այժմ գտնվում ենք փոքրիկ ընթերցող սրահում, որտեղ պահվում են 5000 գրքեր, 3-ից 10 տարեկան երեխաների համար։ Իսկ այս սենյակն առանձնացված է միայն կանանց համար։ Նրանք այստեղ կարող են հանդիպումներ անցկացնել, սեմինարներ եւ զրույցներ ունենալ, կարդալ գրքեր եւ պարզապես վայելել իրենց ժամանակը։ Այս բաժինը նախատեսված է պատանիների եւ երիտասարդների համար եւ ունի 3 մասնաբաժին, տարբեր թեմաների վերաբերյալ։ Իսկ սա այն վայրն է, որտեղ մարդիկ կարող են կազմակերպել իրենց անհատական ցուցահանդեսները, սեմինարներ անցկացնել, քննարկումներ ունենալ։
Դրանք մի քանիսն են այն բազմաթիվ առաջարկներից, որոնք իմաստության տունը դարձնում են նպատակակետ տարբեր տարիքի եւ նախասիրությունների մարդկանց համար։ Համալիրը շրջապատում են ճապոնական այգին, կակտուսների այգին եւ ահա այս հուշարձանը։ Այն նախագծվել է բրիտանացի նկարիչ Գերի Ջուդայի կողմից եւ հանդիսանում է արաբական հին մագաղաթների ժամանակակից մեկնաբանությունը, որպես մեկ պարուրաձև քանդակ, որը պտտվում է դեպի երկինք։ Հուշարձանը նշում է շարժերի մշակութային նվաճումները, որպես առաջին քաղաք արաբական ծոցի տարածաշրջանում եւ երրորդ քաղաք արաբական աշխարհում, որին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից շնորհվել է գրքի համաշխարհային մայրաքաղաքի կոչումը։ Այս գալարաձև հուշարձանը տեղադրվել է, երբ շարժան դարձավ գրքի համաշխարհային մայրաքաղաք 2019 թվականին։ Այն մշակվել է շարժայի շուրուկ, ներդրումների եւ զարգացման վարչության կողմից։ Երևանից շարժա տեղափոխումը մեզ համար ապահովել է իր Արաբիա ավիաընկերությունը, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում։ Այն Հայաստանում էմիրատական ավիափոխադրողների շարքում միակն է, որ կանոնավոր ուղիղ չվերթներ է իրականացնում Երևանից շարժա։ Շարժայում մեր նկարահանումներին բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու համար շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությանը, իդեմս դեսպանության գործերի հավատարմատար Տիկին Ահլամ Ռաշիդ Ալ-Սալամին եւ շարժայի կառավարության մեդիա բյուրոյին։ Հաջորդ վայրը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, Սուրբ Ղուրանի ակադեմիան է։ Համալիրի բացումը տեղի ունեցավ 2020 թվականի դեկտեմբերի 24-ին շարժայի կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլտան բին Մուհամմադ Ալ-Քասիմիի կողմից։ Այն ամենամեծ համալիրն է, որը նվիրված է իսլամին եւ դրա ուսմունքներին ամբողջ աշխարհում։ Ակադեմիան ունի երկու հարկաբաժին՝ ակադեմիական եւ թանգարանային։ Ակադեմիական բաժինն առաջարկում է բազմաթիվ ծրագրեր Ղուրանը հետազոտողների եւ ուսանողների համար։ Գլոբալ էլեկտրոնային մաքարյա ծրագիրը թույլ է տալիս մարդկանց գրանցվել աշխարհի ցանկացած կետից սովորելու Սուրբ Ղուրանի հիմունքները։ Ավելի քան 320 ուսանող 120 երկրից արդեն ընդգրկվել է այս ծրագրում։ Այս բաժնում չէր թույլատրվում նկարահանում իրականացնել, այդ պատճառով մենք այսօր կշրջենք միայն առաջին հարկում, որտեղ տեղակայված են Ղուրանին նվիրված 7 թանգարանները։ Թանգարանային բաժնի ուսումնասիրությունը եկեք սկսենք առաջին սրահից։ Այստեղ կարող եք տեսնել, թե ինչպես Ղուրանն առաջին անգամ ի հայտ եկավ Մուհամմադ Մարգարեի կողմից։ Մենք ստեղծել ենք նրա քարանձավի կրկնօրինակը։ Եկեք ներս անցնենք։ Սա մեր ակադեմիայի ամենամեծ սրահն է, սկսվում է առաջին դարից, Մարգարեի ժամանակաշրջանից, մինչև 15-րդ դար, մեր օրեր։ Այստեղ ներկայացվում է, թե ինչպես է Ղուրանը գրվել քարերի, ոսկորների, ժայռերի, արմավենու ծառի կտորների եւ կաշվի վրա։ Այս ժամանակաշրջանի գրություններում կետեր չկան, ինչպես տեսնում եք։ Այստեղ Ղուրանի գրվածքները հավաքագրված են մեկ գրքում, որը կոչվում է Ալ-Մուսհաֆ։ Այն պատրաստված է կաշվից։ Իսկ այս էջերում արդեն օգտագործվել են կետեր, որոնք ինչպես տեսնում եք, նշված են կարմիրով։ Տվյալ գիրքը արմավենու ծառի տերևներից է կազմված։ Այստեղ արդեն փոխվել է գեղագրությունը, ավելացվել են որոշ գեղեցիկ դեկորացիաներ։ Շարունակելով դեպի երրորդ դար կարող եք տեսնել Ղուրանի օրիգինալ էջեր։ Առաջ շարժվելով տեսանելի են դարերի ընթացքում տեղի ունեցած թարգմանություններ։
փոփոխվող գեղագրություն, ավելացվող դեկորացիաներ եւ վերջապես հեռախոս ու ժամանակակից տեխնոլոգիաներ։ Մենք այժմ Սուրբ Գիրքն ունենք էլեկտրոնային տարբերակով մեր հեռախոսներում, համակարգիչներում եւ այլն, այդպես հեշտացնելով մեզ համար դրա ընթերցանությունը։ Այսպես ավարտվում է Ղուրանի գրավոր էվոլյուցիայի պատմական ճամփորդությունը։ Այս սրահը մեզ տալիս է ամբողջ տեղեկատվությունը, ինչպես է գրվել Ղուրանը եւ ինչպես է հասել մեր օրեր։ Այս բաժինը ներառում է Ղուրանի եւ հին ձեռագրերի հազվագյուտ օրինակներ։ This museum has 4 sections. The first section is Երկրորդ սրահում մենք ունենք 4 բաժին։ Առաջինը ներկայացնում է Մուհամմադ մարգարեի նամակներն ուղղված աշխարհի տարբեր թագավորներին եւ ղեկավարներին։ Երկրորդ բաժինը նվիրված է շարժայի կառավարիչ, նորին գերազանցություն դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ-Քասիմիին։ Երրորդ բաժնում Սուրբ Ղուրանի ակադեմիայի հավաքածուն է եւ վերջինը, չորրորդը, տարբեր երկրների եւ կրոնի մուսհաֆներն են։ Այստեղ է նաև մարգարե Մոհամմեդի մատանու երևակայական մոդելը, որով նա կնքել է նամակագրությունները եւ իր կողմից թողարկված պաշտոնական փաստաթղթերը։ Այստեղ երևում է մարգարեի նամակներն ուղղված Օմանի, Պարսկաստանի, Եգիպտոսի եւ այլ երկրների առաջնորդներին։ Այս բոլոր մուսհաֆներն ակադեմիային է տրամադրել շարժայի կառավարիչ, նորին գերազանցություն դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ-Քասիմին։ Մահմեդականների զգալի մասն անգիր է անում Ղուրանը։ Եթե նկատեցիք, այս գրքում չկա գրված ոչինչ, սա հենց այդ մարդկանց համար է։ Կան հատուկ դասընթացներ, ինչպես շատ վաղ տարիքից պահել ամբողջ Սուրբ Գիրքը գլխում։ Իսկ այստեղ, ինչպես նշեցի, մեր ակադեմիայի հավաքածուն է, որոնցից մի քանիսը 100 տարվա պատմություն ունեն։ Մուսհաֆներ տարբեր չափի եւ կազմության եւ վերջում Բահրեյնից, Օմանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Կատարից, Սաուդյան Արաբիայից, Իրաքից, Ալժիրից, Լիբիայից, Եգիպտոսից, Թունիսից, Մալազիայից եւ այլն։ Այս գրքերը շարժայի կառավարչի վերջին նվիրատվություններն են ակադեմիային։ all these original pieces and all these Այստեղ պահվող ցանկացած նմուշ անցնում է մանրակրկիտ զննում, ինչպես նաև ապահովում ենք հատուկ լուսավորություն եւ ջերմաստիճան այս ամենը շատ լավ պայմաններում պահելու համար։ good condition. Երրորդ սրահը 7 ընթերցումների թանգարանն է, որը ցուցադրում է գործիքներ եւ ցուցանմուշներ բաշխված 10 բաժիններում։ Welcome to the third hall. Բարի գալուստ երրորդ թանգարան։ Այստեղ դուք կարող եք տեսնել 7 սենյակ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է Ղուրանի ընթերցանությունը։ Ինչպես նաև ունենք ձայնային օրինակներ, ցույց տալու, կարդալու տարբեր ձևեր։ Չորրորդ թանգարանը ներկայացնում է պատմության տարբեր ժամանակներում Ղուրանի գիտնականներին։ Սրահում ներկայացված են նաև Սուրբ Ղուրանի մասին հոգ տանելու ցուցումները։ The hall of scholars and institutions. Չորրորդ սրահը պատմում է բոլոր այն գիտնականների եւ հաստատությունների մասին, որոնք հոգ են տարել Սուրբ Ղուրանի մասին։ Հինգերորդ բաժինը նվիրված է Ղուրանի հայտնի ընթերցողներին եւ նրանց կենսագրությանը։ Ներկայացնում է նրանց ներդրած ջանքերը Սուրբ Ղուրանի հրատարակման գործում։ 5-րդ թանգարանը նվիրված է տարբեր կրոնի ասմունքողներին։ Դուք կարող եք տեսնել էկրաններ, որտեղ լսելի են հայտնի ասմունքողների ձայնային ելևէջները եւ այլն։
6-րդ սրահը ներկայացնում է Մարդնու տիեզերքը Ղուրանում։ Նորագույն տեխնոլոգիաներն ու կինոթատրոնը թույլ են տալիս ամբողջական պատկերացում կազմել այս ամենի վերաբերյալ։ Թանգարանի 10 բաժիններից յուրաքանչյուրն ընդգրկում է հիմնական գիտություններից մեկը՝ ներառյալ աստղագիտություն, երկրաբանություն, կենսաբանություն և մարդկության գիտություն։ Եվ ամենավերջին 7-րդ թանգարանը Քաաբայի հագուստի և Մարգարեի պալատի վարագույրների թանգարանն է։ Այստեղ պահվում են 18 կիսաներ, որոնցից ամենահինը թվագրվում է 970 թվականին։ Այցելուներն այստեղ կարող են տեսնել հոլովակներ այն մասին, թե ինչպես են ծածկել Սուրբ Քաաբան նախաիսլամական ժամանակներից սկսած։ Այս վարագույրն օրինակ 500 տարվա պատմություն ունի։ And the build of the Kaaba. Համալիրի ներսում կան արհեստական բույսերով և ծառերով զարդարված հանգստի վայրեր։ Արհեստական, որովհետև բնական բույսը կարող է բակտերիաներ թողնել, իսկ դա կարող է վնասակար լինել թանգարանի ցուցանմուշների համար։ Այսպիսին էր Սուրբ Ղուրանի ակադեմիան, կառույց, որն իր մեջ կրում է մահմեդականների Սուրբ գրքի հազարամյակների պատմությունը։ Քաղաքի մշակութային հրապարակում տեղադրված է 14 մետր բարձրությամբ պատվանդան Սուրբ Ղուրանի քանդակով։ Այն հրապարակի շրջանաձև երթևեկության կենտրոնն է, որը ներկայացնում է քաղաքի հոգևոր սիրտը։ Քանդակը, որը նախագծվել է իսպանացի քանդակագործ Մարինա Սուրբիասի կողմից, շրջապատված է տիպիկ իսլամական ճարտարապետության մի շարք վեհաշուկ շինություններով։ Շարժայի այս շենքերը կարևոր նշանակություն ունեն Արաբական Միացյալ Էմիրությունների պատմության մեջ։ Սա Շարժայի բազմաթիվ տուրիստական վայրերի առանցքային կետն է։ Հաջորդ թողարկմանը դարձյալ կլինենք Շարժայում, կշարունակենք բացահայտել այս էմիրության գեղեցիկ ու առանձնահատուկ շինությունները, կլինենք մշակութային և կրթական կարևոր վայրերում և իր տեսակի մեջ յուրահատուկ անձրևի սենյակում։ Ինչպես նաև կպատմենք այստեղ վերջերս կազմակերպված Շարժայի ժառանգության օրեր մշակութային միջոցառման մասին, որին Հայաստանն այս տարի մասնակցեց առաջին անգամ և պատվավոր հյուրի կարգավիճակով։ Իսկ այսօր այսքանը, առայժմ։